Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ինչ ենք մենք հրճակել անընդհատ, բացարձակ ճշմարտությունը, որ ինչը կարող է բաժանել մեզ այդ սիրուց, ոչինչը չի կարող բաժանել, ոչ անձկությունը, ոչ փորձությունը, ոչ հալածանքը, ոչ նեղությունը, ոչ սուրը, ոչինչ չի կարող բաժանել, մարդ այսպես պետք է մտածի, մենք սիրելիս, այդպես պետք է մտածենք, մեր համոզմունքը պիտի դառնա դա, այո այսօր Ռուբենը և մեր ընկերները, մեր եղբայրները, ռազմաքաղաքական մեր ղեկավարությունը, մեր գերիները, գտնվելով այդ բանտում ամենածանր կտանքների պայմաններում, թե հոգեբանական, թե ֆիզիկական, թե մտավոր, այդ իրավիճակում գտնվելով հանդերձ, երբ և դատվում են թշնամու կողմից, չակերտավոր դատվում են, հալածվում են, նեղության մեջ են, սուր կա կախված իրենց գլխին, և թե մերժվում են սեփական, գոնե իրենց ընդունած սեփական պետության իշխանավորների կողմից։ Եվ փորձվում են թշնամիներից և խոցվում են յուրայիններից, որոնք չակերտավոր յուրայիններ են։ Սա մեր նկարագիրն է, պատմությունն է, և մարդիկ այո հանձն են առել այդ անձկությունը, նեղությունը, տառապանքը, ամեն ինչ սուրը, բայց չհեռանալու այդ սիրուց։ Դեռ կան ոմանք, որոնք կարող են քննարկման առարկա դարձնել նրանց այնտեղ գտնվելը, անբարոյականության գերագույն աստիճանով։ Դուք լինեիք նրանց փոխարեն, դուք ձեզ դրեք նրանց փոխարեն, այո գերեվարության վայրկյանից սկսած մինչև այս րոպեն, դուք ձեզ պատկերացրեք մի պահ, զգացեք դա, ֆիզիկապես զգացեք, մտքով զգացեք, հոգով զգացեք, ձեր ընտանիքների ցավն ու տառապանքը զգացեք, անձկությունը զգացեք և տեսեք ինչպես դուք ձեզ կարող եք պահել, ինչ կլինեիք, ինչպիսին կլինեիք, արդյոք այդ սերը հանձն կառնեիք, արդյոք կկարողանայիք կրել այդ ամբողջը, թե ոչ։ Եվ բայց առաքյալը մեզ շատ կարևոր պատգամ է փոխանցում այս հանձնառության միջից, հավատարմության միջից, ասելով, որ ոչինչ չի կարող մեզ բաժանել, ոչ փորձություն, ոչ անձկություն, ոչինչ, ոչ դառնություն, ոչ տառապանք, ոչ սուր, եթե չի կարող բաժանել, ի՞նչն է արդյունքը այդ բոլորը կրելու, ինչ նպատակ ունի դա, ինչով է դա արդարացված, մի մարդու համար արդյոք շատ չէ դա, մահկանացու մարդու համար, և ինչ խոստում է տալիս մեզ, բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս, նրա շնորհիվ, ով սիրեց մեզ, որովհետև համոզված եմ, շատ ուշադիր լսեք, սիրելի ժողովուրդ, որովհետև համոզված եմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ ներկա և ոչ գալիք բաները, ոչ զորությունները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով է։ Ոչինչ չի կարող բաժանել այդ սիրուց։ Ոչ փորձություն, ոչ խորություն, ոչ բարձրություն, ոչ իշխանություն, ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ դառնություն, ոչ ներկային պատահածները, ոչ գալիքում պատահելիքները, ոչինչ չի կարող բաժանել այդ սիրուց։ Եթե այդ սերը քո մեջ արմատացած է ամբողջությամբ, եթե այդ սիրո հետ որևէ ձևով կոմպրոմիս չունես, զիջում չունես, այդ սերը չի պայմանավորված միայն այս կամ այն հանգամանքով, որը քեզ համար բարիք է ստեղծում,
որը ունենալով դու գտնվես լավ վիճակում ճակերտավոր ասած եւ հանկարծ քո դժվարության ժամին այդ սերը դառնում է ուղակի թեական, ոչինչ չասող, փոխվում, ձևափոխվում, գաղափարափոխվում, առավոտը մի բան դառնում, կեսօրին մի բան, գիշերը մի բան։ Դա հստակ համոզումի հարց է։ Մարդկային նկարագրի հարց, ճշմարտության հետ ապրելու հարց, արդարության հետ ապրելու հարց, խոհափիլիսոփայություն չէ, սա կենթանի ուղղակի կյանքն է մեր։ Եվ արժեքներով է հաղթանակը, չարժեքներով հաղթանակ գոյություն չունի։ Փոփոխությունը կյանքում հենց այդ արժեքներով է տեղի ունենում, որի գերագույն արտահայտությունը Սուրբ Գիրքը ձևակերպում է որպես Աստծո սեր, Աստծո սիրուց, նրա հանդեպ ունեցած սիրուց եւ իրենից բխած սիրուց գալիս են այն բոլոր գաղափարներն ու արժեքները, որոնք մարդուն մարդ են դարձնում, մեզ մարդ են դարձնում, պատվի եւ ինչպես ասել եմ, անունի մեջ ապրեցնելով, պատվով եւ անունով, որով ստեղծված են։ Հիմա ինչ է մեր իրականությունը։ Բոլորը արդարանում են, ամեն ինչի համար արդարանում են։ Գտնվեց անգամ նույնիսկ մեկ մեղավոր, ինչպես կասեր Աստվածաշունչ Մատթեանը։ Բոլորը արդարանում են, ինչից։ Սկսած գլխավոր ստախոսից, իր ստախոսների խմբակից, մենք արդարանում ենք մեր գործածի համար։ Մենք չենք մեզ արդարացնողը։ Աստված եւ պատմությունն է մեզ արդարացնողը։ Մենք իրավունք չունենք փոքր հարցերով կամ որևէ հարցով իրարից բաժան գտնվելու։ Այսօրվա մեր հայաստանյան եւ հայկական միջավայրը եւ օրակարգը մեկ բանի մասին է։ Մեկ բանի, ուրիշ օրակարգ այս պահին գոյություն չունի, որից այդ մեկ բանից բխում են նաեւ հաջորդական մյուս գաղափարները կամ երևույթները։ Մեկ օրակարգ կա այսօր։ Հեռացնել ստախոսը մեր կյանքից եւ այդպիսով հեռացնել ստախոսությունը մեր կյանքից։ Հրաժարվել ոչ միայն նրանից, այլև ամբողջ միջավայրից, որով ստեղծվել է այս ամենը, որի մեջ մենք բոլորս թաթախված ապրում ենք, որի նաեւ շատ հաճախ ոչ միայն ծնունդ տվողներ, այլև շարժիչ ուժն ենք հանդիսանում։ Այո, ամբողջ հայկական օրակարգը այդպես պիտի լինի մեզ համար։ Ուրիշ օրակարգ գոյություն չի կարող ունենալ։ Մենք չենք կարող տրվել այս կամ այն վիճաբանական, բանավիճային, ով ինչ արեցին։ Այսօր մեկ ճանապարհ կա, մեկ գաղափար եւ մեկ օրակարգ ազատագրվել այս ստախոսության միջավայրից, չարիքի միջավայրից, ազատագրվել եւ ազատագրել։ Ես միշտ ասել եմ, մեր հասարակությունը, մեր կոչումը ընդհանրապես եւ այս պայքարի բովանդակությունը հենց դրա մասին է, որ մենք ոչ թե պիտի մնանք որպես մեղավորների հասարակություն, այլ հնարավորությունն ու միջավայրը ստեղծել, որպեսզի մեղավորների հասարակությունը դառնա արդարների հասարակություն, արդարների հանրություն, միջավայր, որտեղ սերը, խաղաղությունը, հաշտությունը, միմյանց փնտրելու, գտնելու ցանկությունը, Աստծո ներկայության հաստատումը ֆիզիկապես մեր միջոցով, վեհագույն եւ ճշմարտագույն գաղափարներն են լինելու, իրականություն են լինելու, հռչակվելու են որպես արժեքներ, հռչակվելու են որպես ուղղություններ, հռչակվելու են որպես մեր կյանքի ճանապարհ, թե ինքնաարդարացման ամեն բանի մեջ, թե փորձելով մյուսներին տրորելով, տապալելով ինքդ քեզ արդարացնել, ինչի համար, վաղ մեռնելու ես, ուղղակի մեռնելու ես վաղը,
Այդ մահվանդ մեջ ով է արդարացնելու քեզ։ Ով Աստվածը արդարացնելու, պատմությունն է արդարացնելու, սերունդներն են արդարացնելու, ով։ Էլ առիթ չես ունենալու մահվանդ մեջ ինքդ քեզ արդարացնելու։ Բայց մինչև մահանալդ չի նշանակում, որ պիտի մերցնես նաև շուրջդ։ Պիտի մերցնես նաև այն, ինչ որ պատասխանատվությամբ գտնվում է քո տիրույթում։ Հետևաբար, այսօրվա մեր միակ եւ բացարձակ ճանապարհը, որպես ապրող գործող հասարակություն, անկախ նրանից, թե ով ինչ հոգեվիճակում եւ մտավոր սահմանափակումի կամ թռիչքների տիրույթում է գտնվում, անկախ նրանից, թե ով ինչ զգացում ունի, ինչպիսի վերաբերմունք ունի, մեզ համար այսօր առաջին հերթին մի պահ դադար առնելու, ինքնաճանաչողություն ունենալու, ինքնաարդարացումից հրաժարվելու լավագույն միջոց եւ առիթն է։ Եկուզ ներքին լռությամբ ընդունելու սեփական մեղքի իրականությունը։ Եկուզ նույնիսկ առաջին փուլում չբարձրաձայնելու դրա մասին, բայց սրտիդ խորքում ընդունելու դա։ Հասկանալու, որ այդ ճանապարհը քեզ համար եւ քո շուրջը գտնվողների համար կործանարար է։ Այո, մենք այլ կերպով չեն կարողանում մեր մտքերից հեռացնել ու բանտում գտնվող մեր հայրենակիցներին։ Նրանք ուղղակիորեն այդ տառապանքի ճանապարհով մեր լայն հասարակական պատկերի բարձրագույն արտահայտությունն է, թե ինչպիսի վիճակում են գտնվում մենք։ Ոչ միայն բանտարկության իմաստով, այլ նաև այն նվաստացման, ստորացման, այն անելանելիության պատկերի կերպով կամ նկարագրով, որի մեջ մենք այսօր ապրում ենք։ Հասկանում եմ, որ մարդու համար դժվար է լսել այս բաները։ Դժվար է լսել, բայց պետք է լսել։ Ինքդ քեզ լսելով, ոչ միայն այս խոսքերը, այլև ինքդ քեզ լսելով, ինքդ քեզ առաջին հաշիվ տալով, թե ինչպիսի վիճակում ես գտնվում դու։ Այո, այս վիճակի պատասխանատուները, մեղավորները, լայն իմաստով վիճակի, ովքեր կարգված էին լինելու տեր, պաշտպան եւ մշակ, այսօրվա ստախոս իշխանությունն իր ղեկավարով եւ իր խմբակով։ Եվ այդ ղեկավարը, ճակերտավոր ասած, իր շուրջը գտնվող բոլոր աջակիցներին, դարձյալ ճակերտավոր ասած, որոնք մյուս վարքյանին փախնելու են, նույն հանցակիցը, նույն ստախոսը, նույն մեղսակիցն է դարձրել, թե իրենց խոսքով, թե իրենց գործով, թե իրենց կյանքով։ Այս հարցերը քաղաքական գործիքներով չեն լուծվել։ Այս հարցերը լուծվել են ներքին փոփոխությամբ եւ միևնույն ժամանակ այդ ներքին փոփոխությունից դեպի լայն հանրային կյանք գնացող մեր գործերով եւ մեր գործողություններով։ Մենք հանձն ենք առել դա եւ հավատարմությամբ շարունակելու ենք։ Սա յուրաքանչյուր մարդու խոսքը պիտի լինի եւ միտքը։